Պարոն Սողոմոնյան, փաստորեն դատարանը որոշեց 2 ամսով կանոնավորել Ավետիք Չալաբյանին, սպասել երբես համար թե ոչ եւ ինչպես կգնահատեք։ Ես միշտ էլ այսպես ասում եմ, որ ուզում եմ տեղ թողնել ցանկացած մարմնի աշխատանքի հետ կապված, որը իրականացնում է արդարադատություն, մի քիչ ուզում ենք ողջախոհության տեղ թողնել, բայց ամեն անգամ էլ այդպես դառը հիասթափություն ենք ապրում ու ես կարծում եմ, որ այսպիսի որոշման կայացումը բխում է Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգին հայտարարած պատերազմի տրամաբանությունից։ Այսինքն, որ այն քիչ թվով մարդիկ, դատավորներ, ովքեր որ մնացել էին, որոնք որ քիչ էին կաշկանդված կամ կաշկանդված չէին այս իշխանությունների մամլիչով, մենք տեսանք, որ փաստացի ցավոք սրտի այս դեպքի կապակցությամբ Ավետիք Չալաբյանին կանալանք տալու կապակցությամբ հենց այդ արշավը, այդ հարձակումը տվել է իր դառը պտուղները։ Հայաքվեն բնականաբար համաձայն չի լինելու այս ամեն ինչի հետ, այս աղաղակող անարդարության հետ, այս շինծու քրեական գործով Հայաքվեի համակարգողին կալանք տալու հետ, կալանքը որպես մարդուն պատժելու միջոց օգտագործելու հետ, կալանքի միջոցով մարդուն լռեցնելու հետ Հայաքվեն բնականաբար համաձայն չի լինելու եւ բոլոր գործիքները սահմանադրական, որոնք որ մեր ձեռքից գալու են, մենք կիրառելու ենք, մենք պայքարելու ենք ու հասնելու ենք, ապացուցելու ենք, ամբողջ աշխարհին ենք ապացուցելու եւ իրենց հետևորդներին ենք ապացուցելու եւ իրենց տերերին ենք ապացուցելու, որ Հայաստանում այն ինչ որ իրենք անում են, որ իրենց չի հաջողվելու Հայաստանը վերջնականապես դարձնել բռնապետական երկիր, չգիտեմ ինչերով, քսիֆներով կամ ինչ-որ պասիլներով անմեղ մարդկանց բանտեր ուղարկելու ստալինյան այդ գործելակերպը վերականգնելուն իրենց մենք խոչընդոտելու ենք, չենք թողնելու, որ Հայաստանը գնա 37 թվական։ Ձեզ նույնպես։